Անցած շաբաթ խոսում էինք հիմքից, հիմքերից մեկը դա է Քրիստոսի վրա։ Քրիստոսը երբ որ եկավ, ինչ էր ասում էր ես եկել եմ իմ հորս կամքը կատարելու։ Ու ինչ էր անում, ավետարանը քարոզում էր, մարդկանց բժշկում էր եւ դևերից ազատագրում էր։ Ամեն։ Դա Տիրոջ կամքն է այսօր իմ ու քո համար։ Շատ ժամանակ մարդիկ ասում են ես քրիստոնյա եմ, ես անեծքի տակ չեմ։ Մեր հովիվ գորը լավ ասում է, եթե դու անեծքի տակ չես, բայց դու հիվանդանում ես, դու Քրիստոսի վերքերով բժշկված ես, բա ոնց է որ հիվանդանում ես։ Գիտես, կամ բաներ, որ մենք հասկանում ենք, կամ բաներ, որ չենք հասկանում, բայց ինչքան որ հասկանում ենք, այդքան պետք է հավատանք ու գործենք։ Երբ որ մեղքը մտավ աշխարհ, ով է հիշում։ Օձը եկավ Եդեմի պարտեզում, Եվային խոսացրեց։ Ուտեղից ամեն ինչը սկսվեց։ Ես հասկանում եմ, որ ամեն բան սկսում է, երբ որ մենք սկսում ենք անօրենի հետ մտնել երկխոսության մեջ։ Գիտեք, մի բան եմ հասկանում այդ պատմությունից, որ ընես չէր, որ անօրենը եկավ ու զորով մտավ մարդու մեջ, ասենք Եվայի մեջ։ Չէ, ինքը եկավ սկսեց զրուցից, ինքը սկսեց մանր խաբել, ու երբ որ հաջողվեց խաբել, այդ ժամանակ էլ հաջողվեց գցել մեղքի մեջ, համաձայն ես թե չէ։ Իհարկե, հետո օձի թեթև ձեռով Եվային օգտագործեց Ադամին մեղքի մեջ գցելու համար։ Ու երբ որ Ադամն էլ ընկավ մեղքի մեջ, ինչ եղավ, աշխարհը ընկավ մեղքի մեջ, ընկղվեց մեղքի մեջ։ Ու գիտես, դրանից հետո երբ որ ծնվում էին երեխաները Ադամից ու Եվայից հետո, չգիտես ինչի Կայենը սպանում է Աբելին։ Հո իր ծնողները չէին սովորացրել, սպանելը լավ բան է, բալես։ Չէ, որտեղից այդ ատելությունը, որտեղից այդ նախանձը, որտեղից այդ մարդասպանության հոգին Կայենի մեջ։ Գիտես, մենք հասկանում ենք, որ ամեն բան մեղքից սկսեց, անկախ նրանից հասկանում ենք, թե չենք հասկանում։ Ու դրա համար ուզում եմ, որ դու մի բան էլ հասկանաս, որ շատ կարևոր է իմ ու քո համար։ Մինչև մեղքը մարդիկ անմահ էին, բայց հիմա մահանում են։ Չնայած ապաշխարում ենք, բայց գիտենք, որ մարդիկ ննջում են, լավ, քրիստոնյաները չեն մահանում, այս կյանքից տեղափոխվում են ուրիշ կյանք, իրանց համար մահը գոյություն չունի, որովհետև մահը դա անօրենի ոգիներից մեկն է, որ հայտնության գրքում տեսնում ենք, որ ասում է մահը ձյան վրա հեծած գնում էր, հա, մահը սուտ մարգարեն, հրեշը, հինոցը եւ այլը, դու հասկանում ես, որ դա անուն է ինչ որ մի դևի, երբ որ մարդը մահանում է, այդ դևը գալիս է մարդու հետևից ու այդ մարդու հոգին տանելու, եթե այդ մարդը Քրիստոսինը չի։ Դրա համար ուզում եմ, որ մենք պատկերացնենք, որ մահը մտավ աշխարհ, անկախ նրանից հասկանում ենք, թե չենք հասկանում, մարդիկ մահանում են։ Հիվանդությունը մտավ մեղքից հետո աշխարհ, անկախ նրանից հասկանում ենք, թե չենք հասկանում, մարդիկ հիվանդանում են։ Դրա համար լավ է հասկանանք ու դրա դեմը կանգնենք, պատերազմենք եւ կանգնացնենք մեր կյանքում այդ անեծքները։ Գիտես, մեր օրերից ոչ շատ առաջ Ամերիկան մի ատոմային բոմբ գցեց Ճապոնիայի վրա եւ Նագասակի ու Հիրոսիմայի քաղաքները մնացին ատոմային բոմբի տակ, ասենց ասեմ։ Ու դրանից հետո շատ տարիներ հետո ծնված երեխաները հիվանդ էին ծնվում այդ բոմբի քիմիական նյութերի հետևանքով, հա, այսպես ասեմ, մարդիկ դա շնչեցին, մարդիկ դա վերապրեցին, բայց շատ սերունդներ դեռ երեխաները առողջ չէին ծնվում դրա պատճառով։ Անկախ նրանից նրա ծնողները այդ ժամանակ կենդանի եղել են, թե չեն եղա, բայց դա փոխանցվում էր գեներով, դա փոխանցվում էր ինչ-որ մի ձև, ու դու գիտես, որ տեսնում ես երեխաները ոչ առողջ էին ծնվում։ Դրա համար երբ որ մեղքը մտավ աշխարհ, բոլոր մարդիկ ընկան մեղքի տակ։ Բոլորը։ Ու գիտես, Աստված մտածեց մի ծրագիր, որ մարդկությանը փրկի մեղքի իշխանությունից։ Տվեց օրենքներ, դա էլ չօգնեց։ Ասում է մեղքին ինչն է ուժ տալիս, օրենքը։ Չկա օրենք, չկա մեղք։ Ու Աստված մտածեց մի ուրիշ ծրագիր։ Քանի որ սատանան ստի միջոցով, բանսարկուն խաբեության միջոցով վերցրեց այն իշխանությունը, որ Աստված տվել էր մարդուն, իսկ ինչ իշխանություն էր տվել Աստված մարդուն, երկիրը իշխեք, պահեք, տիրեք, սատանան վերցրեց
ամենավաղ տարիքում, այսպես ասեմ, երբ որ երկու հոգի էին այդ իշխանությունը իր ձեռքի վրա, ու երկիրը դարձավ Իրանը։ Ու ինքը սկսեց իր անօրեն եւ չար գործեր այս երկրի վրա։ Հիվանդություններ, մահեր, հասմա սատանան գալիս է ոչ դե մենակ այս սպանի կորսսնի։ Չի եկել քեզ բո անելու, եկել է իրականից նրա վերջնական նպատակը շատ վատ է, ինձ ու քեզ կորսսնի։ Ամեն։ Դրա համար ուզում եմ իմանանք ում հետ մենք գործ ունենք։ Գործ ունենք մեկի հետ, որ Աստծո առաջ էր կանգնում մի ժամանակ եւ հրեշտակ էր։ Հրեշտակները շատ բավականին ավելի ուժեղ են, քան մարդիկ։ Իրանց ունակություններն ու հնարավորությունները շատ ավելի մեծ է։ Մենք չենք կարող մեր մարդկային ուժով հաղթենք հրեշտակներին։ Մենք գիտենք, որ Աստվածաշունչը ասում է մի հրեշտակ եկավ 80,000 մարդ խփեց մի գիշերվա մեջ։ Այսինքն մենք տեսնում ենք նրանց կարողությունը, որ շատ ավելի մեծ է։ Իհարկե, իր անօրենության պատճառով, իր հպարտությունը, որ ծանեց, իր սրտի մեջ ինքը վայր ընկավ։ Ու երբ որ վայր ընկավ, ուզում էր Աստված լիներ, ուզում էր, որ իրան փառավորեին, ուզում էր, որ իրան մեծարեին, ուզում էր, որ ինքը Աստված լինի, մի ուրիշ խոսքերով ասած Մովսեսի պատվիրանների առաջի եւ երկրորդ պատվիրանը։ Սիրի քո Տեր Աստծուն եւ ուրիշ մեկը չունենաս, ոչ մի երկրպագու չլնես, ոչ մի բանի։ Գիտես, մենք հասկանում ենք, որ սատանան եկավ մարդուց գողացավ իշխանությունը եւ ավիրեց երկիրը, այն ինչ որ Աստված ստեղծել էր։ Իհարկե մարդը վռնդվեց դրախտից։ Այսօր սատանան չի գալիս զորով մտնի իմ ու քո կյանքի մեջ։ Ինքը գալիս է մեր հետ սկսում է խոսել։ Ոնց որ Հիսուսի հետ եկավ ու խոսեց անապատում։ Փորձում էր Հիսուսին։ Բայց Հիսուսի տան դռները բոլորը փակ էր։ Ոնց որ մեր հովիվ գորն ասում, լուսամուտները բաց եք թողել, լույսն էլ վառել եք, ասում եք մոծակները խի եկան։ Եթե սատանան գալիս է, ուրեմն դուռ ենք բացել ես ու դու։ Ես իմ կյանքից մի օրինակ բերեմ, մի քանի օրինակներ կբերեմ, որպեսզի պարզ դառնա, օրերից մի օր արթնացա ու մտքովս այսպիսի բան անցավ, ոնց որ լավ չեմ։ Հաջորդ միտքը կարող է հիվանդանամ։ Իսկ գիտեք հաջորդ միտքը որն էր երրորդը։ Բա որ մեռնեմ։ Այն ոտի վրա, հա, չեղած տեղից։ Հաջորդ միտքը, բա որ մեռնեմ, բա երեխեքս։ Ու ինձ միտք է գալիս, որ Աստված տանում է քո երեխեքի համար հոգ կտանի։ Ես էլ ասում եմ, դե ուր եմ այդվում, որ տուն եմ գնում, էլի։ Սպասված տուն եմ գնում, իմ հոր մոտ եմ գնում։ Ինչ խնդիր կա։ Ու այդ ժամանակ աղոթքը սկսեց։ Երբ որ աղոթքը սկսեց, on-line հեռախոսը միացրեցի, ասի բարև ձեզ։ Հերիք էր ասեցի բարև ձեզ։ Մասնակիցներից մեկը իր միկրոֆոնը միացրեց, ասեց քո ձայնի մեջ մահվան հոգի եմ տեսնում։ Ասի, հələ դրան տես։ Այս իմ մտքերը չէր, հա, փաստորեն, լավ էլ մեկը հետս աշխատում էր, արդեն մեկի հետ երկխոսության էի մտել, ես էլ չէի հասկացել, ինքը սկսեց աղոթել, ես տեղ միկրոֆոնը անջատած, ես էլ սկսեցի աղոթել ու այդ ամեն ինչը գնաց, գիտես, երբեմն ինքն հենց աննկատ է գալի, որ դու չես էլ նկատում, դու մտածում ես, թե դա քո մտքերն է, գիտես, դրանից հետո շատ աղոթեցի, դրանից հետո շատ մտածեցի, ես հասկացա, Իշքան բացասական մտքեր ես ունենում, դա քոնը չի, դա ինչ-որ մեկը քեզ տալիս է, որի անունն է անօրեն բանսարկու, չարախոս եղբայրների, ստախոս, հին օծ, հրեշ, սուտ մարգարե և սատանա։ Դրա համար ինձ ու քեզ պետք է շատ զգուն լինենք այդ ամեն մտքերի մեջ։ Աստծո խոսքը ասում է գերի ենք վերցնում ամեն միտք, որ հպարտացած է Քրիստոսի դեմ և հնազանդեցնում են Քրիստոսի ոտքերի տակ։ Այսինքն այն միտքը, որ դու ունես ու չի համապատասխանում Աստվածաշնչին, դրան պետք է հակառակվել, դրա հետ պետք է մարտնչել և դրան պետք է հաղթել։ Գիտես, ես մի շատ ծանոթ մտերիմ մարդ ունեմ, որ իրավիճակը շատ վատ էր, ինքը մի մարդ էր, որ մաքրություն էր սիրում, երբ որ դու մտնեիր իր տուն, հələ դու չէիր հասել զալ, ինքը քո հետևից պոլիշորով ոտի տեղերը մաքրում էր, այդքան մաքրասեր էր։ Օրերից մի օր զանգեցի, ես գնացի իրանց տուն, ասում են չի լողանում։ Ասում եմ, իսկ ինչի չես լողանում։ Ասում եմ, որովհետև ամեն տեղ տեսախցիկներ ա դրած ու նայում են ինձ։
Մարդու հետ լուրջ խնդրեմ էր տեղի ունեցել։ Մի որոշ ժամանակ հետո ավելի խորացավ, դա ավելի մեծ խնդրեմ դառավ, որովհետև ինքը կարողանում էր լսել իրանց շենքի այդ տարածքի, այսպես ասեմ, բոլոր ընտանիքների կռիվներն ու հայոյությունները։ Մենակ վատ բաներն էր լսում, լավ բաները չէր լսում։ Պատկերացրեք, միանգամից լսում էր, ասենք 50 ընտանիք ոնց են իրար հայոյում, կռվում եւ այլը եւ այլը։ Դրանից հետո ասում եմ գնացել եմ աղոթում եմ իր համար, խոսում եմ իր հետ, ասում եմ ես քեզանից վախենում եմ քո աչքերի մեջ որ նայում եմ։ Գիտես, եթե մեկը քեզանից վախենում է, որ քո աչքերի մեջ նայում է, ուրեմն դա խավարի զորություններն է, ուժերն է։ Ով է վախենում լույսից, խավարը։ Ամեն։ Ու գիտես, ինքը ինձ ասում է, քեզ այն ինչ հայոյություններ են տալիս, վայ մամա ջան, ասում եմ դու իրանց մի լսի, դու ինձի լսի։ Հայոյությունները սատանայից է գալիս։ Ու գիտես, ինձ ասում են քեզ գցի, 3 հատ տղամարդ, բայց դուրսը մարդ չկա, բայց ինքը տեսնում է այդ մարկանց, որովհետև դրանք դևեր են, իր հոգու աչքերը բացվել է։ Գիտես, շատ մեծ դժվարությամբ աղոթքով ինքը դզվեց իհարկե։ Շտաբօգնությունը գնում էր, մյուսը կանգնում էր, մյուսը գնում էր, մյուսը կանգնում էր, մյուսը գնում էր, մյուսը կանգնում էր։ Ու տանում էին հիվանդանոց, հետազոտում էին, ասում էին ինքը մեր հիվանդը չի, չգիտենք ինչ անենք, տարեք հոգեբուժարան։ Գիտես, դա սկսել էր մի պուճուր բանից, վախից, մտել էր իր կյանքի մեջ սատանան։ Գիտես, մենք դռներ ենք բացում սատանայի համար առանց իմանալու, առանց նկատելու։ Գիտես, ասում է, ով վախում է, կատարյալ չի սիրո մեջ։ Ես հիմա մեզ բանալիներ եմ տալի, հասկանում եք, չէ՞ ինչ ենք անում։ Գիտես, մի դեպք էլ պատմեմ քեզ համար, դա եղել է մոտավորապես 4 անգամ իմ մոտ, բայց մեկը պատմեմ, մարդիկ երբ որ կոմայի մեջ էին, երբ որ գնացի իրանց տուն աղոթելու, գիտեք, սա հարազատությունը տնստած է, միտե 10 հոգի, միտե 15 հոգի, միտե 30 հոգի, երբ որ հարազատները խոսում են, արձագանք չկա այդ իրանց հարազատի կողմից, բայց երբ որ ես եմ խոսում, արձագանք կա, իմ հետ սկսում են խոսել, ասում եմ դու ինձ լսում եմ խոսի, ասում եմ Հիսուսը քո Տերն է, ասում է Հիսուսը Տեր է, դևերն են խոսում, որովհետև մարդու միտքը վերցել են մարդի վիճակի չխոսելու եւ մարդու շուրթերը օգտագործում են եւ խոսում են քո հետ։ Գիտես, Հիսուսը մի անգամ խոզերի մեջ վռնդեց դևերին ու ասին թույլ տուր մտնենք խոզերի մեջ։ Դևերը իրանք դրանք առանց մարմին էակներ են, չար էակներ են, որ փնտրում են մարմին։ Դրա համար ով որ բացվում է, իրանք այնտեղ էլ մտնում են։ Շատ ժամանակ լինում է, որ մտնում են իրականից կենդանիների մեջ։ Շվեդիայում մի դեպք էր հրատարակվել թերթում, որ մի մարդասպան մանյակ հերթական մարդ էր սպանում ու իրան ասում էին, բայց ինչի դու գնացիր այդ չար արարքներին, ասում է ես լսում էի իմ շանս, դատավորը չի հասկանում ինչ է խոսում, բայց մենք հասկանում ենք, որ շան մեջ դև է մտել եւ ինչ որ ասել է ինքը այդպես էլ արել է։ Գիտես կան բաներ, որ մենք չենք հասկանում, բայց Աստվածաշունչը մեզ բացատրություն է տալի ու մենք սկսում ենք հասկանալ։ Շատ հիվանդներ կային, որ Աստված գալիս էր Հիսուսը բժշկելու ու հանում էր դևերին։ Ասում է, սա Աբրահամի դուստրն է, հա, այսքան տարի կապված է էլ սատանայի կողմից, կամ երեխաս խուլ ու համր է եւ այդ դևին հանում է եւ երեխան սկսում է խոսալ։ Կամ լուսնոտ է երեխաս եւ այլն, մենք շատ դեպքեր ենք տեսնում, ինչքան ողողված է այս աշխարհը դևերով։ Այնքան շատ են, որ մի հոգու մեջ կարա լեգիոն լինի, պատկերացրեք ինչքան շատ են իրանք։ Հերիք է, որ մենք թույլ տանք, հերիք է երկխոսության մեջ մտնենք այդ հին օծի հետ եւ մենք դուռ ենք բացում անօրենի համար։ Դու մի մտածի, որ դու այնքան իմաստուն ես, որ դու կարաս անօրենին խաբես։ Դու քանի տարեկան ես։ Ամենաշատը եկեք վերցնենք 70 կամ մի քիչ ավել, 80։ Ինքը գիտես քանի տարվա փորձ ունի։ 6000 տարվա փորձ ունի։ Մի քիչ էսքոմ, մի քիչ ենքում։ Նայած երբ ընկան վերևից։ 6000 տարվա փորձ ունի։ Ու դու ուզում ես խաբես իրան, ինքը շատ ճկուն է, ինքը շատ մեծ հիշողություն ունի, ասում է Հիսուսին ճանաչում եմ, Պողոսին էլ գիտեմ, բա դու ով ես։ Մենք չենք կարա սատանայի հետ իր լեզվով խոսանք։ Մենք կարանք իր հետ խոսանք աստվածաշնչյան լեզվով, Աստծո խոսքով, Տիրոջ զորությամբ ու կարողությամբ հաղթենք իրան։
ուրիշ ձև չունենք։ Չենք կարա անօրենի զենքերով անօրենին հաղթենք, դա բացառվում է։ Չենք կարա իրան հայելով փորձենք իրան հաղթենք։ Դա իր զենքերն է։ Ինքն էլ քեզ տվել է, երբ որ դու հայոյում ես։ Գիտես, շատ կարևոր է, որ մենք գիտակցենք, հասկանանք։ Ես հիշում եմ այս փոքր դալիճում, երբ որ մենք ծառայություն էինք անում, մի աղջիկ էր, հետո դառավ քույրիկ, երբ որ եկել էր, ինքը ազգությամբ թաթար էր, ու երբ որ մենք աղոթեցինք, իր ձեռքերը ամբողջովին կապտեց։ Հիշում եք, ու ինքը նայում էր ձեռներին, թափահարում էր ձեռները, ու ինչքան տես դեպքեր կարամ ասեմ։ Ու հետո երբ որ ազատվեց, ասում է, ձեռներս քարացել էր, ձեռներս ծանրացել էր ու սաղ դևերը տեղավորվել էին ձեռներիս մեջ։ Ու դևերը գնացին իրանից։ Ազատություն վերապրեց։ Գիտես, երբեմն մտածում ես մարդու առողջության համար ես աղոթում, բայց տեսնում ես դրա հետևը դև է կանգնած։ Հովանեսը երբ որ եկել էր հովիվ Արագածավանի, հիշում եք, ճամբար ունեցակ ու ճամբարում մեր քույրիկներից մեկի համար աղոթեց, ծնկների թե ոտերի ցավը հեռացավ, որ երևի թե 30 տարի մարդու ոտերը ցավում էր։ Բարձում է կարա դև լինի ոտի մեջ։ Ուղղակի ոտը ցավում է, առանց պատճառի։ Գիտես, որտեղ ենք մենք բացում դուռը, որտեղ ենք մենք թույլ տալի անօրենը մտնի մեր կյանքի մեջ, չենք էլ նկատում։ Կարող է մի քիչ լավ չեմ, կարող է մի քիչ հիվանդ եմ։ Ու ինքը քեզ ասում է, քո պես մտածում է, կարող է հիվանդ եմ, ու դու գիտես էդի քո մտքերն ասում ես, կարող է հիվանդ եմ, ասում է հաջորդ քայլին, բա որ մեռնեմ, ու դու գիտես էդի քո միտքն ասում ես, բա որ մեռնեմ։ Չէ, ամեն բացասական միտք ունի իր հեղինակը, դա անօրենն է։ Դրան դեմ է պետք կանգնել, դրան պետք է հակառակվել։ Ամեն։ Գիտես, թշնամին եկել էր ու պատել էր Իսրայելի թագավորին։ Իսրայելի թագավորը անճարության մեջ էր, որովհետև թշնամին շատ առելի շատ էր եւ մեծ էր։ Ու գիտեք ինչ կատարվեց։ Աստծո մարդը, մարգարեն Եղիսեն եկավ թշնամու առաջ իր թագավորի մոտ, եկեք նայենք 4 թագավորաց 13-15 խոսքերը։ Եվ Եղիսեն ասեց նրան. «Վեր առ մի աղեղ եւ նետ»։ Եվ նա մի աղեղ եւ նետ վեր առավ։ Հիմա ուզում եմ սա հոգևոր նայես։ Հիշում եք, Աստծո խոսքը ասում է, որ Աստծո սպառազինությունը հագեք։ Փրկության սաղավարտը, ճշմարտության գոտին, ավետարանության կոշիկները եւ հոգու սուրը, որ կարող լինեք դեմ կանգնեք չարի օրում։ Գիտեք, Աստծո խոսքը դա հոգու սուրն է։ Մենք էլ աղոթքը կոչում ենք նետ։ Հիմա Եղիսեն գալիս է թագավորի մոտ, ասում է նետերդ վեր առ, այսինքն սկայնի աղոթքի։ Եվ ասեց. «Առ նետերդ» եւ նա առավ եւ ասեց. «Իսրայելի թագավորին գետին զարկի» եւ նա զարկեց 3 անգամ ու կանգնեց։ Գիտես, մենք ստեղ տեսնում ենք Իսրայելի թագավորը վերցրեց նետերը 3 անգամ գետին զարկեց ու կանգնեց։ Մի ուրիշ խոսքերով ասած, գալիս ենք Աստծո մոտ, ասում ենք Աստված ջան, այստեղս ցավում է։ Թող հեռանա ինձանից ու կանգնում ենք։ Եկանք Աստծուն ասեցինք ու վերջ։ Ձերքի արգելակումը ռուշնոյ տորմուզը քաշեցինք։ Ու բերց Աստծուն ասել ենք ու վերջ։ Բայց Եղիսեն ինչ ասում։ Եվ ասեց 19 խոսքը. «Եվ Աստծո մարդը բարկացավ նրա վրա եւ ասեց. 5 կամ 6 անգամ պետք էր զարկել, այն ժամանակ կզարկեիր ասորիներին մինչև որ վերջանային, բայց հիմա միայն 3 անգամ է զարկելու»։ Գիտես, ինքը չհասկացավ մարգարենին չի է իրան ասում վերսու նետերը զարկի գետին։ Երբեմն մեր կյանքում խնդիր կա, պրոբլեմ կա, ու մենք գալիս ենք Աստծո մոտ աղոթում ենք Աստված ջան, դե դու գիտես էլի պրոբլեմներս, մի հատ տես ոնց ես այս հարցը լուծում։ Ու թողում ենք գնում ենք կիսատ պրատ, ինչքան աղոթում ենք, այդքան էլ հաղթանակ ենք ունենում։ Իհարկե Աստված լսեց, իհարկե Աստված հասկացավ, բայց աղոթներ կա, որ պատերազմը պահանջվում է ժամանակ, պահանջվում է իրավիճակների հաղթանակ։ Դրա համար ես ուզում եմ այսօր քեզ կոչ անեմ, եթե դու իրականից պրոբլեմ ունես, խնդիր ունես, կանգնի աղոթքի մինչև ներսումդ խաղաղություն ստանաս։ Մինչև ներսումդ Աստծուց խոսք ստանաս, որ իրականից այդ հարցի լուծումը կատարվել է։
Եթե դու գնաս երկրի պրեզիդենտի մոտ, ղեկավարի մոտ ու ասես, գիտես ինչ, ես մի հատ այսքան խնդիր ունեմ իմ կյանքում, չեմ կարում այդ հարցը լուծեմ, դրա համար դիմել եմ քեզ, կօգնես ինձ այս հարցում։ Եթե երկրի ղեկավարը ասի կօգնեմ, դու տեղից դուրս ես գալի ոնց որ այդ հարցի լուծած արդեն։ Այդ հարցին լուծում տված։ Դու գիտես, որ դա ժամանակի խնդիր է, որ այդ հարցը տեսնես լուծած, ճիշտ է թե չէ։ Էլ արդեն պրոբլեմ չունես, այդ պրոբլեմը էլ քոնը չի այդ րոպեից, երբ որ ասեց ես կզբաղվեմ այդ հարցով։ Նույնն էլ Աստված, երբ որ դու գալիս ես Աստծո մոտ, լավ կլինի, որ խոսք ստանաս Աստծուց քո իրավիճակի համար։ Եթե գալիս է քո ներքին խաղաղություն, քո ներսը, այդ ժամանակ դու իմանում ես, որ քո հարցը լուծված է, կարաս էլ չաղոթես։ Բայց քանի որ անհանգստություն ես զգում, տագնապ ես զգում, պետք է խփես 5 կամ 6 անգամ, այսինքն մինչև վերջ։ Բոլորս ասեցինք ամեն։ Ամեն։ Հասկանում եք, չէ՞ ինչի մասին եմ խոսում։ Դրա համար ինձ ու քեզ շատ կարևոր է, որ մենք անտարբեր չլինենք, կանգնենք մեր իրավիճակների համար։ Եթե միտք է գալիս, հենց այնպես այդ միտքը չի եկե, այդ միտքի հետևը կա մեկը, որ ուղարկում է այդ միտքը։ Ոնց որ մեր հովիվը ասում է, ամեն մեղք սատանայից է, մի ուրիշ ծառայողները ասում են, դու չես կարա տենց ասես, որտեղից քեզ այդ վստահությունը։ Ասում է, ես այնքան եմ վստահ, որ ամեն պամիդորի հետևը կանգնած է մի ֆերմեր, այտենց էլ ամեն մեղքի հետևը կանգնած է այդ անօրենը։ Գիտես, ամեն վատ բաներ իրանից է, ամեն լավ բաները Տիրոջից է գրած է, ամեն բարի տուրք երկնային հորից է։ Հայրը բարի է եւ բարի տուրքեր է տալիս։ Ինքը վատ բան չունի, որ քեզ վատ բան տա։ Իհարկե, այդ ընկած հրեշտակն էլ է հնազանդվում Աստծուն, ընես չի, որ ինքը սարսափելի մեկն է, որ Աստված չի կարում իր վրա։ Չէ, դա տենց չի։ Ինքը հնազանդվում Աստծուն։ Երբեմն մեզանից լավ է հնազանդվում Աստծուն։ Գիտես, ուզում եմ, որ մենք հիմա այսօր շատ հետաքրքիր տեղեր նայենք, բան հասկանանք, որ մի հետաքրքիր բան ենք անելու։ Այսօր աղոթելու ենք հիվանդների համար, բայց ոչ սովորական ձևով։ Ամեն անգամ դուք առաջ եք գալի ու մենք աղոթում ենք ձեր համար։ Այսօր դա այդպես չի լինելու։ Մեզ ուղիղ եթերով դիտողներին էլ եմ ասում, դուք այնտեղ ձեր մոտ յուղ դրեք եւ դուք ինքներդ աղոթելու եք ինքներդ ձեզ համար։ Այսօր սովորելու ենք մենք ինքներս մարտնչենք, պատերազմենք եւ ազատվենք։ Կլինի հիվանդություն, կլինի բռնվածություն, կախվածություն, կապվածություն, ամեն բան քանդելու ես ինքդ քո մեջ։ Գրված է մեր պատերազմը մարմնավոր չի, այ հոգևոր բերդեր ու քաղաքներ, պետություններ են քանդում։ Այդ պետություններ ու բերդերը մեր ուղեղի մեջ է, որ դու պետք է քանդես։ Որ եկել է ու հիմնել է, ինքը հիմք է դնում քո մեջ ու դրա վրա կառուցում է իր ապարիսները, իր շտեմարաններն է կառուցում ու լցնում է այդ շտեմարանները շատ անեծքներով, հայոյանքով եւ այլ վատ մտքերով։ Դրա համար դու պատրաստ եղի։ Շատ լավ, հետաքրքիր տեղ եմ ուզում կարդամ։ Մարկոսի 2:27 Հիսուսն էլ ասեց նրանց. թող առաջ երեխաները կշտանան, որովհետև լավ չի երեխաների հացը առնել եւ շներին տալ։ Գիտես, երբ որ Հիսուսը բժշկում էր մարդկանց, մի կին մոտեցավ, ասեց. Հիսուս, քո կարիք ունեմ։ Հիսուս ասեց. երեխաների հացը, քանի որ հրյա չէր այդ կինը, լավ չի շներին տամ։ Գիտես, այդ կինը այնքան իմաստություն ուներ, այնքան նիզակները շատ էր իր մոտ, որ կանգնեց միջև վերջ իր խնդրվածքը պոկելու, ասեց, բայց չէ որ շներն էլ սեղանից ընկած երեխաների փշրանքներից կշտանում են։ Հիսուս ասեց, այսպիսի հավատք չեմ տեսել։ Գիտես, այսօր մեզ թարս նայում են, եկեղեցի չեն գալի։ Հիսուսը այդ կնոջը շուն անվանեց, բայց այդ կինը չվիրավորվեց, որովհետև նրա գերագույն նպատակը իր երեխայի բժշկությունն էր, ասենք։ Ինչ էլ լինի ես հասնելու եմ, ինչ էլ լինի ես պոկելու եմ Հիսուսից իմ երեխայի բժշկությունը։ Կանգնելու եմ ու վերցնելու եմ, ու կանգնեց ու վերցրեց։ Գիտես, ես տեսնում եմ համառություն, որ մինչև չպոկեց չթողեց։ Մինչև չպոկեց չթողեց։ Այսօր ինձ ու քեզ էլ է պետք սթափվել ամեն հիասթափություններին, նեղացկոտություններին հաջողություն ասել։ Այսօր պետք է զորանալ Տիրոջ զորությունով եւ նրա կարողությունով ու առաջ գնալ։ Այդպես է, թե այդպես չի։
Գիտեք, Հիսուսը երբ որ հավաքեց իր թիմը աշակերտներին, ոչ մեկ Սուրբ Հոգով մկրտված չէր։ Բայց Տերը կրթում էր ամեն մեկին, սովորացնում էր եւ ինչ ասեց. գնացեք ավետարանը քարոզեք ամեն արարածի։ Եվ եկեք կարդանք 12 խոսքից Մարկոս 6։ Եվ նրանք դուրս ելան, քարոզում էին, որ ապաշխարեն։ Այս բառի վրա ուզում եմ կանգնել։ Աշակերտները ապաշխարություն էին քարոզում։ Ապաշխարել է ինչի։ Աստված ջան, կներես։ Ու всё, ապաշխարեցի։ Բայց չտեսակ, որ ապաշխարեցի։ Տվիր մարդուն անդազանարիր, ասիր Աստված ջան, կներես։ Լսեք, ապաշխարությունը պետքա զղջում ունենա։ Պետքա սրտացավություն ունենա։ Քարոզում էին, որ մարդիկ ապաշխարեն Հիսուսի անունով, եւ շատ դևեր էին հանում, եւ շատ հիվանդներ յուղովոցում էին եւ նրանց բժշկում էին։ Հետաքրքիր աշակերտները գնում էին, ապաշխարություն էին քարոզում, ով որ ապաշխարում էր, նրանց յուղովոցում էին, բժշկվում էին եւ դևեր էին հանում մարդկանց մեջից։ Այսօր մենք յուղեր ունենք, եթե դու քո հետ յուղ չունես, մենք կարանք փոխանցենք քեզ յուղ, այտենց մեկդ մյուսին կփոխանցեք, դուք ինքներդ ձեզ յուղով կոծեք, ինքներդ կաղոթեք ձեր համար, որ հետո չասեք, հոյ աղոթեց ես լավացա, որ իմանաք բժշկողը Քրիստոսն է եւ քո մեջ է, որ դու սովորես քո իրավիճակներում դու ինքդ պատերազմես, իրավիճակներում հաղթանակ վերցնես սատանայի ու իր զորքի վրա։ Որովհետև Ղուկասի ավետարանի 10-րդ գլխի 19-րդ խոսքը ասում է. ահա ձեզ տվեցի իշխանություն դևերի եւ սատանայի բոլոր զորությունների վրա, օձերի ու կարիճների վրա ման կգաք եւ ձեզ ոչ մի բանը չի վնասի։ Գիտես, ոչ մի բանը քեզ չի վնասի։ Հակոբոս ասում է մոտեցեք Աստծուն, հակառակվեք սատանային եւ նա կփախչի։ Երբ չի վնասի, երբ որ դու Աստծո մեջ ես, երբ որ դու Աստծո խոսքի մեջ ես, երբ որ դու ապաշխարել ես ու Տիրոջ այրունը քեզ մաքրել է, սրբել է, սրբացրել է, երբ որ դու չես թողել Ադամին ու գնացել օձի հետ գալաջի անում, ասենց ասեմ, կներեք այդ բառի համար։ Երկխոսության մեջ մտել լավ։ Հասկանում եք, չէ՞։ Երբ է ինքը կարողանում ներս մտնի, երբ է գալի մեր կյանքը դժոխք սարքում, երբ որ մենք բացվում ենք իր համար, դռները բացում ենք, հետո ասում ենք, եկավ մտավ, այդ դուռը փակ պահի։ Բայց իր նպատակը գա մտնելն է, էլի։ Ասում է, երբ որ դևերը դուրս են գալի, ման են գալի անջուր տեղերը, երբ որ չեն գտնում տեղ, որտեղ հանգիստ կառնեն, ասում են գնանք իմ տուն։ Իր տունն էլ այդ մարդն է, որտեղից դուրս է եկել։ Երբ որ գալիս են տունը մաքրված, որովհետև ինքն դեղ չի, սրբված, ակուրատնի, ամեն ինչ իր տեղը դրած, գնում են իրանցից էլ 7 հատ ավելի գազազած դև են վերցնում ու հետ են գալիս։ Մենք տեսնում ենք, որ լավ էլ հասցեները իրար գիտեն, իրար կանչում են, միգուցե հեռախոս ունեն, բերում են, տեղավորում են, հանրակացարն են սարքում այդ մարդու տունը։ Այսինքն ես մի ուրիշ խոսքերով ասած մի քիչ սուտ խոսալ եմ սիրում, կամ մի քիչ խմել եմ սիրում, դե լավ մի քիչ նարկոտիկ եմ սիրում, մի քիչ շնություն եմ սիրում, մի քիչ նախանձ եմ սիրում, մի քիչ հպարտություն եմ սիրում, մի քիչ բամբասանք եմ սիրում, գալիս են ժողովուրդ, այդ մի քիչը բերում է 7 հատ իրանից ուժեղ, այդ 7-ն էլ ամեն մեկն էլ իրանցից ուժեղ են բերելու, գալիս են, էլ դեմը չես առնելու։ Ամեն։ Դրա համար ունենք Ֆիլիպեցիս 2:9, նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է։ Ասա Հիսուս, ամեն անունից բարձր է։ Գիտես, այնքան ուժեղ անուն է, հիմա ասեմ իր բարձրության պատկերը, որ ես հասկանում եմ։ Գիտեք, երբ որ մարդիկ ստրուկներ էին առնում ու այդ ստրուկները իրանց տանը ծառայում էին, իրանց տանն էլ ամուսնանում էին ուրիշ ստրուկների հետ։ Ու այդ ստրուկները ամուսնանալուց հետո ունենում էին երեխաներ։ Ու այդ երեխաները երբ որ ծնվում էին, այդ տանը նույնպես դառնում էին ստրուկներ։ Ու այդ ստրուկները նորից ամուսնանում էին ուրիշ ստրուկների երեխաների հետ, ու իրանք նորից էին ունենում երեխաներ, ու նրանք էլ էին նույնպես դառնում ստրուկներ,
տերերի երեխաների մոտ։ Ու տենց գնում էր։ Ստրուկը ինք իրան չէր կար ազատեր։ Ստրուկը չուներ գումար, որ իր տիրոջը վճարեր, որ ազատ լիներ։ Դրա համար պետք էր մի ազատ մարդ, որ ստրուկ չէր, որ գար գներ ստրուկներին այդ մարդուց։ Էդ էլ պետքա լավ գումար տար, ով իր ստրուկը կծախի։ Լավ գումար պետք է տար, որ այդ մարդը համաձայնվեր իր ստրուկին ծախել։ Ու այդ մարդը Հիսուս Քրիստոսն էր, որ ազատ էր մեղքից, մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Երկրորդ Ադամը եկավ, որ մեղք չգիտեր, առաջի Ադամը մեղք չգիտեր, մինչև ընկավ մեղքի մեջ։ Երկրորդ Ադամը եկավ մեղքից ազատ եւ ինձ ու քեզ գնեց ստրկությունից սատանայի։ Ու գնելուց հետո ասեց ազատ ես։ Ասում ես ո՞նց թե ազատ եմ։ Դու այդքան գումար վճարեցիր, քո կյանքը տվեցիր իմ համար, ո՞նց թե ազատ եմ։ Հա, ասում ես գնեցի, որովհետև քեզ սիրում եմ, ուզում եմ դու ազատ ես։ Այդ ժամանակ դու ասում ես չէ, ես ուզում եմ քո հետևից գամ։ Ես ուզում եմ քեզ հետ լինեմ։ Ես ուզում եմ քեզ ծառայեմ։ Չկա մարդ, որ մեկին չծառայի։ Լավ Աստծուն ծառայենք հոժար կամքով եւ սիրով, կամ ստրկության այդ ռեժիմի տակ սատանային։ Ճնշում է, ինքը քեզ ռոբոտ է սարքում, ինքը քեզ կոնտրոլի տակ է վերցնում, ինքը ուզում է ինչ որ ինքը ասի դու անես, բայց Աստված ասում է մաննու կյանքը դրեցի քո առաջ, ընտրի կյանքը որ ապրես, իր կամքը քեզ հայտնում է։ Դա էլ չի ստիպում անգամ։ Գիտես, այդ ազատը Հիսուս Քրիստոսը եկավ, գնեց ինձ ու քեզ սատանայից եւ նրա զորությունից։ Ու մենք այսօր Քրիստոսով Աստծո որդիներ ենք։ Առաջի Ադամի պես մաքրված, սրբված մեղքից։ Էլ անեծքը քո վրա իշխանություն չունի։ Եթե իհարկե դու գիտակցում ես այսքանը, կանգնում ես ու պատերազմում ես անեծքի դեմ։ Դրա համար նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից վեր էր։ Քո խնդրեմը, քո խնդիրը ինչ էլ լինի, ավելի մեծ չի, քան այդ անունը, որ Հիսուս Քրիստոս է։ Չկա ավելի մեծ անուն, քան այդ անունն է։ Ուզում է ռակ լինի քո խնդիրը, ուզում է արտրիտ լինի, ուզում է աղքատություն լինի, միևնույնն է Հիսուս անունը ավելի բարձր է։ Ու գիտեք այդ բարձր անվան առաջ միշտ ինչ են անում, խոնարհվում են։ Ֆիլիպեցիս 2:10, որովհետև Հիսուս անունով կկրկնվի ամեն ծունկ, երկնավորների, երկրավորների եւ երկրի տակ լինողների մեջ։ Անկամ երկրի տակ լինողների մեջ, այսինքն դժոխքում բոլորը այդ անվան առաջ խոնարհվում են, ծնկի են գալիս։ Լավ այսօր մենք ծնկի կանք Տերերի Տիրոջը արքաների առաջ, քան հետո մեկա ծնկի են գալու, բայց արդեն ինչի երկրի տակ եղողների մեջ դժոխքում։ Գիտես, քո բոլոր խնդիրները, քո բոլոր խնդիրները ծնկի են գալի այդ անվան առաջ ու այդ անվան դիմաց։ Մենակ այդ անունը կանչի քո վրա, մենակ բնակվի այդ անվան մեջ, մենակ թույլ տուր այդ անունը, որ քեզ պաշարի, հա, սենց ամուր աշտարակա Տիրոջ անունը, որ արդարը վազում է ու ապաստան է գտնում, պաշտպանված անդեղ ամեն հակառակորդի կրակոտ նետերից։ Ամեն։ Գիտեք, ինքը եկավ ու մենակ ինքն էր, որ կարողացավ հաղթեց անօրենին։ Խաչի վրա վերցրեց մեր անեծները, Գաղատացիս 3:13 ասում է, ինքը անեծք դառավ, որ մենք անեծքից ազատ լինենք։ Եսայի մարգարեության 53 գլուխ ասում է, նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Եսայի մարգարեության 61-րդ գլուխը ասում է, Տիրոջ հոգին ինձ վրա է, ընդ որում օծել է ինձ, աղքատներին ավետարան տալու, հիվանդներին բժշկելու, կապյալներին ազատ արձակելու։ Այսօր այնքան բանով են կապված, հեռախոսից են կապված, ինտերնետից են կապված, բամբասանքից են կապված, խմիչքից են կապված, նարկոտիկից են կապված, ամեն ինչից կապվածություն ու կախվածություն կա։ Բանտարկյալներին ազատ արձակելու ասում եմ։
Հիսուսի համար էր գրված ու Հիսուսը երբ որ կարդաց ասեց այսօր այդ խոսքը կատարվեցավ։ Այսօր դու Տիրոջ զավակն ես ու այսօր Տիրոջ հոգին քո վրա է, որ մարդկանց բարի լուրը տանես։ Հիվանդի համար բարի լուրը ինչ է, որ դու կլինես բժշկված։ Աղքատի համար բարի լուրը ինչ է, որ դու սոված չես մեռնի։ Ամեն, բանտարկյալի համար բարի լուրը ինչ է, որ քո համար հույս կա, դու դուրս կգաս այստեղից։ Դու էլ բանտի մեջ չես ապրի, այ ազատության մեջ կապրես, որովհետև Տերը քեզ ազատել է։ Դուրս արի այդ ստրկությունից սատանայի։ Գիտես, այսօր դա դու ես անելը։ Այսօր դու դրա մեջ ես կանչված։ Որպես ազատ դու կարաս ուրիշ ստրուկների գնես, որպես ազատ դու գնաս ինչ-որ մեկի համար գին վճարես, ոնց որ Քրիստոսը իմ ու քո համար գին վճարեց։ Ամեն։ Կողոսացիս 2:15 Իշխանություններն ու պետություններին մերկացրեց հայտնապես։ Դա ծածուկ չէր, որ Հիսուսը հաղթեց սատանային։ Խաչի վրա խայտարակեց և նրանց հաղթանակեց իրանում։ Գիտես, բոլոր աշխարհը տեսավ, հոգևոր աշխարհը տեսավ, ֆիզիկական աշխարհը տեսավ։ Ինչ կատարվեցավ, ոնց սատանան պարտվեց, վերցեց մի արդարի սպանեց ու մտածելով, որ ես քո հարցերը լուծեցի, տեսար, որ դու ինձանից ուժեղ չես, մեկ էլ մտածեց, այ քեզ բան, բա հիմա այս արդարը որ մեռնի, ինչ եմ ներկայացնելու իրան իր մեղքերի համար, ոնց եմ տանելու սրան դժոխք, փոշմանեց, շրջվեց, ասում է, դե որ Աստծո որդի ես, ինչի, ինչ է, ինքը չգիտեր, որ Հիսուսը Աստծո որդի է, դևերը երբ որ տենում էին Հիսուսին, ասում են, մենք գիտենք դու ով ես, դու Բարձրյալի որդին ես, եկել ես, որ մեր տանջես, ամեն անգամ Հիսուսը սաստեցնում էր նրանց, լռեցնում էր նրանց, Հիսուսը սկի իրանց հետ երկխոսության մեջ չէր էլ մտնում, բացի մի դեպքից, են էլ իմ ու քո համար, որ իմանայինք, այսօր մարդիկ վերցնում են ու սատանայի հետ նարդի են խաղում, մանավանդ բացահայտ բեմերում, լսեք, սաստեցնում էր ու ասում էր դուրս արի դրանից, մենք իր հետ չպետք է երկխոսության մեջ մտնենք, ամեն, դրա համար Աստված հաղթանակեց իրանում, երբ որ գնաց դժոխք, սատանան չգիտեր ինչ մեղադրեր, ես ասում եմ, օրենքի ուժը մեղքն է, չէ, օրենքը մեղքին ուժ է տալի, մի ուրիշ խոսքերով ասած, չկա մեղք, չկա օրենք, եթե դու հանցագործություն չես արել, դու չես վախենում ոստիկանից, եթե դու գողություն չես արել, վախենալու բաներ չունես, որ գողության ստացիայով քեզ կնստացնեն, շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ մեզ գնեց, սրբեց ու սրբացրեց ու մեզ արդարացրեց իր արդարությունով, իր թանկագին այրունով դու այսօր արդար ես ու անօրենը, որ այսօր քեզ տենում է, ասում է ես գիտեմ դու ով ես, դու Բարձրյալի որդին ես, եկել ես, որ ինձ տանջես, բայց դու էլ չես հասկանում ինքը ինչ ասում, ասում ես, լավ այ ախպեր ջան, մի նեղացի, ես մի քիչ այս կողմ կնստեմ, կամ ասում ես, քի այս մարդը ինձ ատում, քի ատում, որովհետև սատանան սեր չունի, սատանան չի զղջուն չունի, սատանան ապաշխարություն չունի, սրտացավություն չունի, կարաս աշխարհը տեստես, բացի լուրերը ամեն օրվա տես, փոքրից մեծ վերացնում է, անխնա, վերջի տեղն եմ կարդում քո համար, Հովհաննես 8:36, ուրեմն եթե որդին ազատե ձեզ, իրավի ազատ կլինեք, իրավի ազատ կլինեք, ով ուզում ազատ լինի, Աստծուն, ումը որդին ազատի, գիտես, այսօր բոլորս ունենք կարիք ազատություն, մեկը խմիշկի հետ պրոբլեմ չունի, ծխելու հետ պրոբլեմ ունի, մեկը ծխելու հետ պրոբլեմ չունի, հպարտության հետ պրոբլեմ ունի, մեկը հպարտության հետ պրոբլեմ չունի, նախանձի հետ պրոբլեմ ունի, մեկը նախանձի հետ պրոբլեմ չունի, ուրիշ պրոբլեմ ունի, բան բասում է, գիտես, ամեն մեկս այսօր Քրիստոսի կարիք ունենք, ու Քրիստոսը կարա մեզ ազատի, ու ինքը ստեղ է, որ մեզ ազատի, ինքը եկել է ինձ ու քեզ ազատի,
Շատ ժամանակ Հիսուսը ասում էր քո մեղքերը թողված է, հիվանդը բժշկվում էր ու ասում էր գնա էլ մեղք մի գործի։ Չեմ ասում ամեն հիվանդություն իհարկե սատանայից է, դև է։ Ասենք ես էլ եմ գնում բժշկի, եկեք բժիշկներին չանտեսենք, դրանք էլ են Աստծո գործիքը, Աստված դրանց իմաստություն ա տվել, որ մեզ օգնեն, ու դա լավ է բժշկի գնալը, նորմալ է։ Եթե աղոթում ես, նետերդ խփում ես, տեն մեզ բան չի լում, կարելի է գնալ բժշկի, ժողովուրդ, ընդեղ էլ մարդիկ կան, որ Աստծո խոսքն են ուզում լսեն։ Գիտեք, ես իմ կյանքից մի պատմություն հիշեցի, երբ որ պոշկեքից մեջ քար ցավին չէի դիմանում, այսպես պտտվում էի, ու անտանելի ցավ էր, էլ չէի դիմանում, ու գնացինք հիվանդանոց, ասեցին պարկի։ Ու այդ գրանցում էին, որ արդեն պարկասնեին, այդ րոպեին ցավը անցավ։ Ու երբ որ ցավը անցավ, ասի վերջ, ցավը անցավ, էլ մի գրեք, ես գնում եմ տուն։ Ու բժիշկը ասեց գնաս տուն, նորից ցավալիա, նորից գաս, որովհետև դա առաջի դեպքը չէր, ասում եմ, չէ, էլ չի ցավ, ասում եմ, որտեղից քեզ այդ վստահություն, ասում եմ, որովհետև ժամը 7-ն է, եկեղեցին աղոթում է իմ համար, դրա համար ես բժշկված եմ, էլ չի ցավալու։ Մաման մի ամբողջ բանակ էր կանգնացրել աղոթելու, ինքն էլ այդ բանակի հետ աղոթում էր, ու ես հասկացա, որ այդ ցավերը անցավ այդ աղոթքի շնորհիվ։ Ու գիտեք, ասեց, արի այսօր մնա, եթե չի ցավը, առավոտը կգնաս, բայց ուզում են առավոտը արդեն վիրահատեն։ Ես այդ օրը մնացի, քանի օրեր չէի քնեն, ես լավ քնեցի, այդ պալատում, որ սաղասում էին հավատացյալ ես, ու երբ որ բժիշկը եկավ տեսավ, որ շատ լավ եմ, ստուգեց քարերը չկա, ու չի կարում հասկանա իմ հետ ինչա կատարվե, քույրերին ասում եմ զուգարան գնացել է, ասում են չի գնացել, ինձ ասում եմ գնացել ես, ասում եմ չեմ գնացել, կամերաներով նայում են չեմ գնացել։ Մեկ էլ այդ գլխավոր բժիշկը այդ հիվանդանոցի մի հատ տարօրինակ ինձ հարց տվեց, կարող է հավատացյալ ես։ Հա, ասի, բա ինչ եմ։ Լավ, ասեց, սրանց հետ սենց բան լինում է, դուրս գրեք թող գնա։ Այն պալատի մարդիկ, որ հավատացյալ ես, սա հելել էին փեշերներից էին կախվե չէին թողում։ Այդ ոնց եղավ, այ աղբեր, մենք վախենում ենք վիրահատությունից, մենք ենք ուզում տենց լինի, ասում եմ, դուք էլ հավատացեք։ Ձեր հետ էլ կլինի տենց։ Անպայման հավատացեք ու կտեսնեք։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է, սիրելիներս, որ մենք հավատանք այդ անունին, որի անունն է Հիսուս Քրիստոս, որ չկա ավելի մեծ անուն, ու ինքը այսօր ստեղ է իր Սուրբ Հոգու զորությունը քո վրա է, որ քեզ ազատի ու ազատագրի, որ քեզ բժշկի։ Ամեն ինչ սկսում է ստեղից։ Հիշում եք, չէ՞, դուռը ստեղ ենք բացում։ Ամեն ինչ սկսում է ստեղից, որպեսզի ստեղ փագենք, պետք է ապաշխարենք։ Որովհետև աշակերտները ապաշխարություն էին քարոզում։ Սկսում ենք ապաշխարել ամեն գործած մեղքերից, որ հիշում ես։ Մինչև չապաշխարես, ոչ մի բան չի փոխվի քո մոտ։ Մինչև չզղջաս քո արտաբերած բառերի համար, քո չարությունների համար, քո նախանձի կամ մյուս բաների համար, ոչ մի բան չի փոխվի, սիրելիս։ Դևը ոնց նստած է, գրված է, որ մենք քանդում ենք բերդեր եւ հիմքեր։ Ինքը հիմք է դրել քո մեջ, տվիրդինի։ Հիմք է դրել ու տեղավորվել է հիմքի վրա։ Եթե այդ հիմքը չապաշխարես, չքանդես, ինքը ոչ միտեղ չի գնա։ Ինքը տեղ բնակվելու է ու քեզ տանջելու է միշտ։ Մի քույրիկի համար աղոթում էի, այստեղ մարդիկ կան, նստած ովքեր իմ հետ աղոթում էին, մոտավորապես 4 ժամ աղոթեցի այդ թիմի հետ։ Հետո քույրիկներից մեկը ասեց, իմ երեխեն արդեն մանկապարտեզից պետք է դուրս գա, ես գնում եմ իրան բերեմ։ Թողեց գնաց։ Այն մյուսը ասեց, իմ երեխեն դասից գալիս է, ես պետք է հաց տամ։ Ուր եք թողում ինձ մենակ։ Եկեք մինչև վերջ աղոթենք։ Ու որ տեսա մարդիկ քչանում են, սկսեցի մտքիս մեջ աղոթել։ Աստված ջան, այս դևը խի դուրս չի գալիս։ Գիտեք ինչ ասեց Աստված։ Ասեց ինքը մարդկանց չի ներում։ Չներման դևը իր ներսում նստած է։ Հիմա ես այդ տանջվող մարդուն ասում եմ, սիրելիս, կա մարդ, որ չես ները։ Ասում եմ, իհարկե կա։ Ասում եմ, ների, քո փրկությունը դրա մեջ է։ Ասում եմ, չեմ ների։
աղջիկ ջան, 4 ժամ աղոթել եմ, որ չներես։ Հեշտ է 4 ժամ աղոթել, ուժասպառ եմ եղել։ Ես քեզ ասում եմ ների, ասում եմ չեմ ների։ Դու ոչ չես ների, ների։ Վերջը համոզեցինք, վերջը այդ մարկանց անունները տվեց ու ներեց։ Եթե կա մեկը քո կյանքում, որ չես ներե, դուրդ լեն բացել ես, լուսերդ էլ վառել ես, ու իշքան դաժան կենթայներ կա, սաղին ասում ես, էստի համեցեք։ Հետո էլ ասում ես, խիա գործերս այսքան վատ, այս իշքան փորձան կա իմ հետ պետք է պատահի, մտածի դրա մասին։ Գիտես, առաջինը ապաշխարություն, երկրորդը ներում, որովհետև ասում է Աստծո խոսքը հայր մեր աղոթքի մեջ էլ է քիշում, ոնց որ ես եմ ներումը, տենց էլ ինձ ների։ Ամեն։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում, ժողովուրդ։ Պատրաստ եք այսօր ինքներդ ձեր համար աղոթելու։ Պատրաստ եք այսօր ազատ լինելու անօրենից ու իր ճիքերից։ Ուրեմն պետք է այդ անենք։ Մենք պետք է աղոթենք։ Հիմա ես 3 իմ պատկերացումով նստել եմ, գրել եմ։ Ես մի հատ արագ կանցնեմ, դուք կլսեք, հետո մենք կաղոթենք, ու դու ինչի մեջ քեզ բռնացրեցիր, դրա համար կաղոթես, որ կհրամայես, որ այդ հիվանդությունը քեզանից գնա, կհրամայես, որ դևերը քեզանից գնան, քո խնդիրներն ու խնդիրները, որ քեզանից գնան։ Այսօր սովորում ենք ամեն մեկս մարտնչել մեր համար։ Ամեն։ Ու հետո որ այդ հաստուն չասես հովը աղոթեց, լավ եղավ։ Բա տուն ով պետք է աղոթի։ Տուն էլ դու պետք է աղոթես։ Ես գրել եմ։ Գրելուց հետո կարդալուց հետո ինտերնետ ուղիղ եթերը անջատեք, դրանից հետո կաղոթենք։ Կաղոթենք, որովհետև ես չգիտեմ, կարող է քո ատամնացավում, կարող է ոտնացավում, կարող է դևերը մեկել, ասես բաներ անեն։ Ոնց որ Հիսուսի ժամանակ էր, մեկը հետ էր տալի, մեկը լուսնորդ էր ընկնում էր կրակի վրա, գցում էր ջրի մեջ, մեկը բարձր ձայնով աղաղակում էր, մեկը գելիձեն էր հանում, մեկը շանձեն էր հանում, մեկն էլ օծի պես սողում էր։ Ես ինչ իմանամ, Սուրբ Հոգին իր գործը սկսի, ինչ կարան։ Շատ լավ։ Ուրեմն ես ասեցի ժառանգական անեծքը, որ Ադամից կարա սկսի, որ մահը մտավ, հիվանդությունը մտավ, այդ ամեն ինչը լինում է պապը մի բան արել է մի ընտանիքին ու անիծել են, ու դու կարաս դա տեսնես Հեսուի պատմության մեջ, որ ասեց Երիքովը երբևիցե ոչ մեկ չկառուցի, ով եկավ կառուցելու իր երեխեքին թաղեց ըտե Երիքովի պատերի տակ, որովհետև այդտեղ անիծել էր Հեսուն, որ այս քաղաքը, որ Աստծո դեմ բունտ արի, երբեք չկառուցվի։ Գիտես, ու այդ անեծքը գործում էր։ Տենում ես Հակոբը անիծեց, իր կինը երիտասարդ մահացավ այդ անեծքի պատճառով, առանց իմանալու անիծեց։ Երբեմն դու քեզ անիծում ես առանց իմանալու։ Էս ինչ կյանքա որ ապրում եմ, մեռնեմ, պրծնեմ, էս էլ կյանքա կամ երեխուդ վատ բառեր ես ասում։ Առանց մտածելու, այդ ամեն ինչը քանդել է պետք ժողովուրդ։ Այդ ամեն ինչի հետևը դևը կանգնած սպասում է քո բերանի խոսքը, որ վերցնի իրավաբանական իրավունք մտնելու քո երեխու կյանքը փչացնելու կամ հենց քո կյանքը փչացնելու համար։ Դու իրան տալիս ես իշխանություն գործելու, երբ որ դու արտաբերում ես սխալ բառեր։ Դրա համար ես գրել եմ ժառանգական անեծք, կրոնի ոգի, դավանանքի ոգի, մենք երբեմն այդպես սխալ բաներ ենք դավանում մեր երեխեքի վրա կամ մեր կյանքի վրա, լքվածություն, մարդկա հղիանում է մինչև ամուսնանալը, մարդկա մի քանի երեխա ունի, հղիանում է և ասում է իմացա որ աղջիկ է կամ իմացա որ տղա է, դա շատ հանդիպում էր ինձ Վարդենիսի կողմերը, երբ որ աղջիկերում գնում էին անխնաղ սպանելու, ժողովուրդ, հո չեք գժվի, երեխա է, ինչ եք անում, բա մենք տղա ենք ուզում, հո շունչի, հո կատու չի, Աստված ինչ տվել է, էդ էլ ունես, հասկանում ես, ու այդ երեխեն կարա ծնվի լքված, լքվածության ոգի, ուժս ֆիլմերի ոգի, մի հատ երիտասարդ աղջկա հետ էի խոսում ու ինքը շատ սիրուն ձեռ ուներ, շատ սիրուն նկարներ էր նկարում ու գիտեք, բոլոր նկարները ինչ-որ սարսափելի էին, սրերով, մրերով, ինչ-որ պոզերով, պոչերով մարդիկ էին ու շատ սարսափելի էին ու ես նայում եմ սիրուն աղջիկ, սիրուն նկարներ ու սարսափելի նկարներ
Ու երբ որ իր հետ մի փուճուր խոսեցի, պարզվեց ինքը շատ սարսափ ֆիլմեր է սիրում։ Գիտեք, ես գրել եմ սարսափ ֆիլմ, սարսափ ֆիլմերի միջոցով նույնպես դևերը գալիս են քո կյանքի մեջ։ Մեր եղբայրներից մեկը նոր էր ապաշխարե, մոտ գիշերը 12-ից հետո զանգեց մեր տուն, ասում մի հատ փրչոտ ձեռ խեղդում էր, ինքն է սպորտսմեն տղա է, շատ ուժեղ տղա է, ու ասում երկու ձեռով չէի կարում պոկեի, այնքան ուժեղ էր այդ ձեռը, մենակ ձեռն էր ասում, ու ինձ խեղդում էր, խեղդվում էի, ասում ինչ էիր անում այդ պահին, ասում ֆիլմ էի նայում, ասում ինչ ֆիլմ էիր նայում, ասում ուժ ես, ասում հենց այդտեղից էլ եկել է, ապաշխարի դրա համար, ինչա չի կարելի, ասում եմ, չէ, չի կարելի, նոր խեղդվում էիր, տղա ջան, ասում մի կերպ ասեցի Հիսուս ու ասում փախավ, հլա ասում լրիվ չէի կարացի ասեմ, որ փախավ, դրա համար դրանք Աստծուց չեն, կպչուն մտքեր, որ սես գալի կպնում են պոկ չեն գալի, դու մեռնելու ես, ես մի անգամ մի հատ պատմություն պատմեցի, չէ, որ մեկը ասում մտքեր էր գալի, ընգնեմ ոտը ջարդվի, թե ձեռդ, ընգնեմ ոտս ջարդվի, թե ձեռդ, ասում ասեցի լավ, ասեմ ձեռս, որ ոտս ջարդվի, ոնց է մետալու գործի, հենց ասում մտածեցի ձեռս, սոտ տվեց ոտս, ընկա ձեռս ջարդվեց, հետո հենց ջարդվեց, ասում խի ասեցի, ձեռս կամ ոտս, պետք է ասեի հետից գնա սատանա, գիտես կպչուն մտքեր կա, որ գալիս է քեզ հունից անմա, կիրքեր, ալկոհոլ, թմրանյութեր, ազարտնի խաղեր, սուտ, չափազանցություններ, մոլորություններ, հակառակություններ, գոռոզություն, նախանց, աբորտ, աստղագուշակ, կարտով բախտեր ենք, չէ նայում, արտամուսնական կապեր, ինտերնետ, գողություն, բարկություն, ատելություն, թուղթուգիր, մեկի տունը քարոզում էի, ես որ գրել եմ ապակիների ոգի, ասեմ խեմ գրե, մեկի տունը ավետարան էի քարոզում, աշխարհիկ մարդիկ էին, մեկը լամպուշկեն պայթեց, այդ տան տղամարդ ասեց, ոչինչ, դու խոսա, մենք տունը բան ունենք, նաշնիկ ունենք, բերեց սենց լավ երկու ատանուց նաշնիկ ուներ, բերեց միացրեց, թե չէ, հենց եկավ նստավ կնոջ կողքը, որ ես խոսում եմ, ավետարանն եմ քարոզում, այդ երկու լամպուշկեն էլ պայթեց, ու դուք տենայիք ինչ վախեցած հայացքով էին ինձ նայում, գիտեն թե ես եկել եմ իրանց տուն, ես եմ իրանց լույսերը պայթացնում, ասում եմ իրանից մի վախեցեք, հեսա եկել ենք իր հարցերը լուծելու, այտենց անում որ ձեր ուշադրությունը գրավի, վախացնի, որ դուք գնաք, թույլ չտաք Աստծուն Հիսուսին ընդունեք ձեր սրտի մեջ, ինքը տենց անում, որ ինձ վռնդեք ձեր տնից, դրա համար գրել եմ ապակիներ ջարդող, լամպուշկեք ջարդող ոգիներ, որովհետև մեր մոտ է շատ այդպես դեպքեր այլ է, երբ որ մեր անդամների տներում ենք եղել, ապակիներն են ջարդվել կամ ընկե եւ այլը, ուրիշ ինչ եմ գրել, ապրանքներ դիվական, մարդիկ գնում են երբեմն Եգիպտոս, Տայվան եւ այլը, ինչ որ սուվենիր են այդ քաղաքից առնում բերում ու չեն իմանում, որ դա դիվական է կամ իրանց աստվածներն են այդ տարածքի ու իրանք բերում են իրանց տուն ու այդ օրվանից խնդիրները բարի գալուց սատանա ասում են։ Կոֆեի բաժակ նայել, մեռելներին հարցնել կար, չէ, ես փուճուր երեխա էի, տենց բան կար, որ մեռելներ են կանչում, Լենինի հոգին թողա, եսի ով գա, մեռելներ հարցնել Անհավատարմություն ընտանիքում, տկարություն, թուլություն, կան մարդիկ, որ միշտ թույլ են, ոնց որ հոգնածն են, բայց դա էլ է դև։ Մամոնա գրել եմ ֆինանսներ, էդ էլ է դևը, նենց համարկանց հեռացնում Աստծուց, որ Հիսուսը մենակ այդ դևի հետ համեմատեց, ասես չեք կարա երկու տիրոջ ծառայեք, կամ ինձ պետք է ծառայեք, կամ մամոնային։ Երևանյան հիվանդություն Խեմ գրել սա, որովհետև սա էլ է դև ինձ թվում, ինչի համար է թվում, որովհետև մի հատ փուճուրիկ երեխա եմ, բերե առաջի դասարան պետք է գնար, այստեղ գալուց առաջ էր։ Ես գիտեի, մաման ասել էր, որ այդ երեխան հիվանդություն ունի Երևանյան ու մենք գնացինք առաջ, այդ երեխան գրկել եմ ու գնացինք առաջ, ումը որ պետք է ասեի աղոթեր, չհասցրեցի աղոթեր, ասեի ու ինքը սկսեց աղոթել։ Ու ես էլ աղոթում էի այդ երեխան գիրկս ու երբ որ աղոթեցինք, բերեցինք այդ մամային տվեցի ու այդ մաման գնաց, 2 ամիս հետո այդ մաման զանգեց։ Լսի ասում, մի ամիս անցել է ես երեխուն դեղ չեմ տվել, մոռացել եմ մտքովս չի անցել, ընդհանրապես դեղ չեմ տվել։ Ու ասում է, հետո երբ որ հիշեցի տնեցիկին ասեցի, մաման
Գերմանական դեսպանատունն աշխատում, մի անգամից վիզաները առավ, տոմսերը առավ, տանում է երեխուն Գերմանիա ստուգելու, ասում եմ մի վախեցի, ումը որդին ասա, դի ճշմարիտ ազատ կլինի, կգնաք ասեն ես առողջ երեխուն խեզ բերե, տարել էր ստուգել էին, ասել էին ես առողջ երեխուն խեկ բերե, հետ տարեք, ու միջև այսօր արդեն այդ երեխենը համարյա թե ես 9 տարի ստեղ եմ արդեն մեծ տղա է, ու այդ հիվանդությունը չի կրկնվի իր մոտ, գիտես, Հիսուսն էլ էր, երբեմն հիվանդությունը ասում էր դուրս գնա իրանից, ես ինչ դև, ասենք խուլ ու համրի դև, հա? Դրա համար հիվանդություններ կան, որ դա հիվանդություն չի այդ դև ուղղակի, վախ, որ պատմեցի այդ վախի պատմությունը ձեզ, գիրք չկարդալ, երբ ես վերջին անգամ Աստվածաշունչը կարդացե, եթե շատ վաղուց չես կարդացե, ուրեմն դևի մատը տե խարտնա, Լուսնորդ, էդի գիտեք ով այն, որ գիշերը քնաստեղը հելնում էթում են, ատեսներին Հիսուսը բժշկում էր, ինքնասպանության, թեկուս միտքը, որ եկավ, հետո կամանց կսկսի, ես ինչ կյանքա, որ ապրում եմ, մեռնեմ, պրծնեմ, հա, սենց և այլը, ժլատության, վերջում գրեցի կարմիր թել, Էդ էլ վերջում հիշեցի, մարդիկ գնում են կարմիր թելեր են կապում, իրանց ձեռներին մտածելով, որ դա իրանց կպաշտպանի, ժողովուրդ, Հիսուսի կարմիր այրունն է մեզ սրբում և այդ անունն է մեզ պաշտպանում, մենք ուրիշ բարեխոս չունենք անցած շաբաթվա քարոզից, մեկ միջնորդ կա և մեկ բարեխոս, որն է մարդ Հիսուս Քրիստոսը, ամեն, դրա համար շատ կարևոր է, այս ամեն ինչը, որ ես ասեցի, հիմա դու ինքդ աղոթես քո համար, եթե դու քեզ բռնեցրեցիր, որ թմրամոլ ես, կամ քեզ բռնեցրեցիր, որ սուտ խոսանես, կամ դու քեզ բռնեցրիր, որ շնացող ես, կամ ես չգիտեմ, նախանձող ես, եւ այլը, այդ սաղ դևեր է, որովհետեւ գրած է Եզեկիելի մեջ նախանձի դևը քաղաքի դռների մոտ նստած էր, սպասում է, որ դուռը մի քիչ բացես, այդ նախանձը մտնելու է քո սրտի մեջ, եթե մեկը լավ մեքենա է առնում, կամ լավ շոր է առնում, չես կարող ասել շնորհավոր, ուրեմն Դևը մտելա ներս, չեմ շնորհավորում, բայց վռնդի դրան, կանգնի ոտքերիդ վրա